Թուղթ Եբրայեցիներին գլուխ 2 մեծ փրկությունը Ահա թե ինչու մենք պետք է ավելի ևս ուշադիր լինենք ասված խոսքերին, որպեսզի երբեք դրանցից չտարվենք դեպի կորուստ, որովհետև եթե այն խոսքը, որ հրեշտակների միջոցով ասվեց, հաստատուն մնաց, և ամեն հանցանք ու անհնազանդություն արդար պատիժ ստացան, մենք ինչպես պիտի ազատվենք, եթե անհոգ գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, որ լսել էին այն։ Աստված էլ այն վկայեց նշաններով, զորավոր գործերով, ամեն տեսակ զորություններով և Սուրբ Հոգու շնորհներով, որոնք տրվեցին իր կամքի համաձայն։ Փրկություն Քրիստոսով և ոչ թե հրեշտակներով։ Քանզի հրեշտակներին չէ, որ հնազանդեցրեց գալիք աշխարհը, որի մասին մենք խոսում ենք։ Մեկը վկայում է միտեղ և ասում է. «Մարդն ինչ է, որ հիշես նրան», կամ «Մարդու որդին ինչ է, որ հոգացություն ցույց տաս նրա հանդեպ»։ Նրան հրեշտակներից մի փոքր ցած իջեցրիր, փառքով և պատվով պսակեցիր նրան և քո ձեռած գործերի վրա կարգեցիր նրան, ամեն ինչ հնազանդեցրիր նրա ոտքերի ներքև։ Արդ ամեն ինչ հնազանդեցնելով, նրան չհնազանդող ոչինչ չթողեց, սակայն այժմ դեռ ամեն ինչ նրան հնազանդված չենք տեսնում։ Բայց տեսնում ենք փառքով և պատվով պսակված Հիսուսին, որ մի փոքր հրեշտակներից ավելի ցածր էր դասվել մահվան չարչարանքները հանձնառնելու պատճառով, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի։ Որովհետև վայել էր, որ Աստված նրա համար և նրանով է ամեն բան, կատարյալ դարձնի Հիսուսին չարչարանքների միջոցով, որպեսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Հիսուս է նրանց դեպի փրկություն առաջնորդողը։ Քանզի նա, որ սրբացնում է, և նրանք, որ սրբացվում են, բոլորն էլ մեկից են, ահա թե ինչու ամոթ չի համարում եղբայրներ անվանել նրանց և ասել. «Քո անվան մասին պիտի պատմեմ իմ եղբայրներին, քո ժողովրդի հավաքույթի մեջ պիտի գովաբանեմ քեզ»։ Եվ դարձյալ, «Եվ հույսս պիտի դնեմ նրա վրա, և դարձյալ, ահավասիկ ես և իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց»։ Արդ, որովհետև զավակները հաղորդակից եղան արյան և մարմնին, ինքն էլ մարդկային բնությամբ մասնակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի նրան, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն սատանային, և ազատի նրանց, որ մահվան երկյուղով միշտ գերության վիճակում էին։ Ահա թե ինչու նա օգնելու համար երբեք հրեշտակներին ձեռք չէր կարեց, այլ Աբրահամի սերնդին։ Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի ողորմած լիներ և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ քավելու համար ժողովրդի մեղքերը։ Որովհետև ինչպես որ ինքն իսկ չարչարվեց փորձության մատնվելով, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։